Մարտի 14-ն է, Աբովյան քաղաքի հանրահայտ բենզինների խաչմերուկում ենք, հիմա տեսնում եք, այստեղ ինչքան ծառեր են տնկվել, երևնիներ կամ սոճիներ, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի և իր թիմի կողմից, հիշում եք, այստեղ քանիյատ բենզալցակայաններ էր դրած, խորտկարաներ դրած, անգամ տարածքում տիրում էր գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Եվ երբ Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանն ու իր թիմը որոշեցին, որ պետք է բարեկարգեն և դրանից առաջ պետք է հեռացվի բենզալցակայանները, կարելի ասել Աբովյան քաղաքի բնակչության գերակշիռ մասը ողջունեց այդ քայլը, եղան մի քանի դատարկագլուխներ, ոնց որ ժողովուրդն է ասում, ծալապակասներ, ովքեր սկսեցին համացանցում կեղծ տեղեկություններ տարածեն, թե Աբովյանի քաղաքապետը անգամ տալիս էին մարզպետի անունը, մարզպետ Արոն Սահակյանի հետ այս տարածքի վրա աչք են դրել, հեսա կտեսնեք, կալոնկեքը կհանեն, իրանց բարեկամների, իրանց ծանոթների թույլտվություն կտան, բայց այդ մարդկանց տեսակ սպասեցին, սպասում են, թե պետք է հեսա ծանր տեխնիկան մտնի, ֆունդամենտ թափի, շինություն կառուցեն, բայց երազախապ եղան այդ մարդիկ, հիմա տեսնում եք ինչ գեղեցիկ, սիրուն տարածքը ամբողջությամբ արդեն բարեկարգվել է։ Աշխատանքները, տեսեք, ընթիր կատարվել է և դա առաջին հերթին Աբովյանի քաղաքապետի, նրա թիմի և մարզպետ Արոն Սահակյանի։ Այս տարածքում պատկերացնում եք, չեք պատկերացնում, ինչ էր տիրում, ամբողջը կեղծ, մեքենաները չեն կարողանում կանգնեին, իսկ հիմա տեսեք ամբողջ մոտ մի 40-50-ից ավել եղևնիներ այդ սոճիներից են տնկվել։ Բալի ժողովուրդ ջան, ինչ դա այս կիրակի օրով ձեզի բերես տեղ, որ պետք է հանգստանայք։ Ատոմային բոմբը։ Ատոմային բոմբա։ Այս տարածքը հազիվ մաքրվել էր, այս տարածքը հազիվ մաքրվել։ Հենա տեսեք, այս տարածքը հիշում եք ինչ էր, հիմա նա ինչ է դառը։ Չգիտեմ ինչ որ մի դատավոր գալիս է, թույլատվություն է տալի, որ էդի բացվի։ Կողը բարձրահան շենքեր կա, ավտոներ են, կալ ցավոյա, բնակիչներ կա, ամեն ինչ, մենք համաձայնենք, որ ես ռումբերը ռոզ կանի, տաքսի ռոզ։ Մենք համաձայնենք, որ ես կապույտ բենզալցականը լինի քաղաքի կենտրոնում, ինքը ստանդարտներին չի համապատասխանում։ Հա նաև ունեք մտավախություն, այտենց դեպքեր եղել է, որ ուրիշ տեղեր պայթուններ ա եղել։ Լիքը։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետության օրենսգրքով լցակայանները քաղաքից գնաց վայրերից 3-ից 400 մետր հեռու պետք է, բայց քաղաքի կենտրոնում դրանը ինչ բանը նշեցիք, ինչ գեղեցիկ է, չես տեղ։ Բարենա սիրուն սարքել է։ Մեզ դուրը գալիս է, իսկ առաջին չէ, կալոնկա։ Խորտկարան, հակասանիտարական վիճակ, ճամփեն լրիվ յուղուտաուտ։ Գեղեց կացրին, ասֆալտը, այս ընդհանուր հրապարակը, կարելի ասել, գեղեցիկ ծաղիկներով զարտարված մասնալուց դյանում է։ Վերել են, դա վաղուց կար, օգտագործում։ Հագեցին։ Էր չկա, մի ընթաց իրոք հագեցին։ Ինչ որ ոմն դատավոր է, թե դատախասա ինչ։ Դատավոր։ Սա վերցրել է,
անօրինական ճանապարհով։ Ինչ որ մի քանի կոպեկ մեկին տվել է, վեկալել է, բայց քաղաքապետարանի կողմից հաստատված չի։ Անօրեն կարող եմ ասել օբյեկտ է, որը որ ինչ է պատճառում ժողովրդին վտանգ, ասված չանի։ Խոսքը սա այս բենզալցականի մասն է, հեսա։ Հետևը ադամնա բուժարանը, տարբեր Անգամ հետիոտների անցման տեղն է փակ։ Ես ճանապարհը ադել եմ, այնպես հետոնի ճանապարհը հետևը ահագին տարածք է, ես բան եմ թողել։ Ու կարոջի ֆերը դրել է, հատը դրել է բերին, ինձ պահում է, որ պատանաշնորի ինքը։ Լավ տղա ես, Աբովյանից դուրս, ինքան տարածք կա։ Հա, համ կբարեկարգվի։ Մեքենաները գնալու են լիստավոր։ Արսենի Երևան Արսենի ճանապարհի վրա տեսած կլինեք, որ թեկում մտնում են Աբովյան։ Ինչ գեղեցիկ սարքած մեծ մտակարան։ Մարդիկ Աբովյանի բնակիչների 90% օգտվում։ Քիմեն Աբովյանի։ Այո, Հանրապետության Հա։ պահին մեկ ուրիշը անցնում է, ու այդ դեպքը պատահի։ Չեք կարա ասել։ անսպասել է դեպքը յուրաքանչյուր վայրկյանում կարող է տեղի ունենալ։ Երկու բան կտա։ Ժորժ ջան, հիմա հավաքվել եք ձեր հետակա անելիքները։ Հասկացա, որ դուք պահանջում եք, որպեսզի Կոտայքի մարզպետարանը, Աբովյանի քաղաքապետարանը հետամուտ լինեն, որպեսզի այն հատվածը, հիմա որ տեսնում եք, բենզալցականը որ դրած է, այդ հատվածը նույնպես բարեկարգվի, ապա մոնտաժվի, ոնց որ այս տարածքը հիմա տեսեք։ Այստեղ ինչքան շատ ծառեր են տնկվել, ամբողջ կանաչը վերականգնվել է, էլի։ Հիմա ձեր հետագա անելիքը, ձեր հետագա անելիքը նա է, որ մենք պահանջում ենք, որ բնակելի վայրում չլինի նման կառույցներ ու մեր քաղաքապետը աշխատում է այն բանի համար, որ ամեն ինչը գեղեցիկ ու ապահով լինի ժողովրդի համար։ եւ քաղաքապետը եւ մարզպետը։ Այո, պլյուս դրան մեր քաղաքապետը ամեն բան ջանացել է, որ մեր Աբովյանը գեղեցիկ ու օրինական միջավայրում մենք ապրենք։ Հիմա սա իրոք խանգարում է ժողովրդին մեզ այդ պահին հետևը ատամնաբուժա, բնակելի շենքակողքը բանկերա, այդ դեպքը աստվածն է արած, որ կատարվի։ Շարժը շատ է, շարժը շատ է։ Հիմա մեր պահանջը այն է, որ դեպով եթե այդպիսի բան կա, իրոք է, թե տվյալ բենզակալոնքի տերը տանի իր տանդեմը դնի, կդնի։ Ժորժ ջան, լավ մի հատ հարց տամ։ Այդ դեպքում կարող նրանք էլ արդարանան, ասեն 30 տարի եղել է, խի ձեն չէի քանում։ Դատավոր ինչի համար այդ որոշումը կայացրել։ Հաստատեք ճիշտ խոսանք, որտեղ արդարացի չի։ Դատավորը արդարացի չի։ Չէր բացառվում, որ ինքը չունենա լիազորված թուղթ, եւ որ պահանջում է մեր քաղաքապետարանին, որ իրան իրավունք տան։ Ինքը այդ թուղթը ունի, ինչ իրավունք ունի, դեպի հայ։ Դեպի մեր այդ ռումբի մեջ իր ընտանիքին πάει։ Հետո թողել իր ընտանիքին πάει։ Իր դուրը։ Մեր լովայնա, ինքն կարա օգտագործի, բայց չի օգտագործի։ Գիտի որ մնացա։ Ինչի են փողատերա օգտագործի էսի չէ։ Առաջներում չեն հանել, որտեղ արդարություն չի Ինչի եղել։ համար։ Հիմա Ես մարդու օրինական Ինչ է ցալի, ուրեմն չի օգտագործի։ Մնացա։ Թողեն փակել, այն փակել չասածի։ Մնացա, 16 ցանկալի չկա, հարյուրավոր մարդ է ապրում, երեխա։ Սա մեծ ռումբ է, ռումբ, սա պետք է վերացնեն, որտեղ բոլորն էլ հանել են, ինքը ծաղիկ չի։ Այս տարածքը հիշում եք ինչ է։ Մենակ այս տարածքի չի։ Դուրսի ֆելոնը դրա մեր կարծիքը հարցել է, բնակչության կարծիքը հարցել է, ժողովրդի կարծիքը հարցել է, դեպո իր ընտանիքին բերի, հետևը πάει ռումբի մեջ, իր դուրը կգա, միանշանակ որ։ Հələ մի հատ քաղաքապետարանը դուրը վերցրել է, վճիռը կայացնել, չի դաշինակողը։ մենք իրեն բացատրել եւ Շանչան ջան, մենակ այս տարածքը չի էս լունացած։ Գիտեմ։ Ամեն տեղ լունացած է։ Բաբան ամեն ինչ արել է։ Բայց գրացեք դա է։ Որտեղ ասենք էլի Իսկ մի հատ տեսեք, էլի կենտրոնում մի հատ տակ էլի սա պարկինգ է։ Քաղաքապետարան կենտրոնում բացել է, գազալը բենզալը ցակային եւ պարկինգ է չունի։ Ու հաշվի, բնակիչների հաշվի
թե մեր ներվերի Մի Խաչատուր Աբովյանն ասում է օրնվի են սհատը, որ բենզա լցակայանից, ատոմային բոմբերից իմ անվան բանը կմաքրվի։ Ուրեմն ոչ մի բնակիչներին հարցնել, մեր քաղաքի ժողովրդին հարցնել, հա։ Մի հատ էլ մենք գնում ենք քաղաքապետարանին, խնդրի որ իրան թուղթ տան։ Դա ապօրինի է պատված։ Ունի այդ թուղթը, թող բոլոր բնակիչներին ցույց տա։ Միանշանակ չունի։ Ես շատ համոզված եմ, որ չունի։